Գյումրիում 2 տարի առաջ դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանները տարակուսած են Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության բովանդակությունից։ Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, գերատեսչությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ Վալերի Պերմյակովի գործով աշխատանք է տարել եւ հիմա էլ ՑՄԱՀ դատապարտյալին հանձնում է ռուսական կողմին, բայց ոչ նրա գործը, առավել եւս ռուս զինծառայողը չեն պատկանել Հայաստանին, այնպես որ փոխանցումը հիմնավորել 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիայով լուրջ իրավական սխալ է, կարծում է փաստաբանը։ Նախ եւ առաջ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարությունը ձևական ցույց տալիս, թե իբրև թե իրենք ինչ որ գործընթաց են իրար հետ արել եւ իբրև թե հայկական կողմն է փոխանցում իրականացրել։ Սա ինձ համար անհասկանալի է։ Միգուցե կան ինչ որ խնդիրներ, որոնց ուժով նրանք ցանկանում են այսպիսի ձևական տեսք ստեղծել, այս փոխանցման տեսք ստեղծել, բայց ասեմ, որ սա նորից եմ կրկնում, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Ազատությունը փորձեց գործի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ճշտել Արդարադատության նախարարությունից, սակայն կառույցից հրաժարվեցին հարցազրույց տալ, նշելով, որ հաղորդագրությունից դուրս ասելիք չունեն։ Ու թեև այդ հաղորդագրության մեջ գրված էր, որ Ռուսաստանի Դաշնության դատարանը երաշխավորել է անցած տարի Հայաստանում ՑՄԱՀ ազատազրկման դատապարտված Պերմյակովի դատավճռի անվերապահորեն ու լիովին կատարումը, Ավետիսյանների հարազատներին դա չի սփոփում։ Ընտանիքի ազգականներից Արտուր Կոշտոյանն ասում է, լավագույն երաշխիքը կլիներ այն, որ 7 հոգու սպանության համար մեղավոր ճանաչված Պերմյակովը պատիժը կրեր Հայաստանում։ Հույս ունենք, որ կոնե վերջում մեր կառավարությունը իրավասու մարմինները, որ պետք է հարցով զբաղվեր եւ այլն կգտնեն որոշում, որ կոնե այս ամեն ինչը եղած, այս ամեն ինչը դատավարության սպանության օրվանից դատավարությունը մնացած պրոցեսները շատ բաներ մեր սրտով չէին, բայց կոնե վերջում այդ մի բանը մեր սրտով կլինի, որ իրան թողնեն Հայաստանում, կոնե մենք պատիժ կրելու այդ պրոցեսին ինչ որ չափով կոնե պրոցեսից տեղեկություններ ունենանք, էլի կոնե համոզված եղնենք, որ ինքը իրոք պատիժ կրում է։ Հարազատները տեղյակ էին ու զգուշացված, որ Պերմյակովին տեղափոխելու էին հայրենիք, ասում է Լուսինե Սահակյանը։ Հարցին նայելով իրավական տեսանկյունից փաստաբանը վստահ է, որ հայրենիքում Պերմյակովն ազատ չի արձակվի։ Ռուսաստանի դատարանը ճանաչել է Հայաստանի կայացրած դատական ակտը։ Ճիշտ ասած, ես դա բացառում եմ, սակայն հարազատներին էլ եմ հասկանում, որովհետև հարազատները տեսել են, թե ինչպես 8 անգամ հոգեբուժարանում բուժում ստացած անձը, որ Ռուսաստանի Դաշնությունում զենք կրելու իրավունք չի ունեցել եւ օրենքով չէր էլ կարող պատկերացնել, որ նա ձեռքում կարող է զենք հայտնվել, համենայն դեպս զենքը նրա ձեռքում հայտնվել է եւ փաստորեն 7 հոգու կյանք է խլվել։ Պերմյակովը գնաց, բայց գործն այսքանով չի փակվելու, հայտնում է Սահակյանը։ Ռուսաստանի Դաշնությունից ոչ նյութական վնասի փոխհատուցման 450,000 եվրոյի պահանջով իրենք դիմելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Մենք դիմելու ենք նաև Եվրոպական դատարան, նաև փորձ ենք անելու Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան հայցեր ներկայացնել, որպեսզի լուծվի փոխհատուցման հարցը, եւ այդ փոխհատուցման հարցի լուծումը ձևական բնույթ չի կրում։ Խնդիրը նա է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է հասկանա, որ իր զինվորների համար եւ բարոյական եւ նյութական պատասխանատվություն է կրում։ Եվրոպական դատարան եւս մեկ հայց կգնա Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զայլյանը Ստրասբուրգում կփնտրեն նախաքննության ու դատաքննության ընթացքում չստացած հարցերի պատասխանները։ Ազատության հետ զրույցում Զայլյանն ասաց, որ հանցագործության դրդապատճառներն այդպես էլ մնացին չբացահայտված։ Նորմերը խախտվել, թե գործի քննության, դատական քննության, թե նախնական քննության ժամանակ, որ հենց կոնվենցիոն նորմեր են, եւ այդ կոնվենցիոն նորմերի խախտման հիմքով մենք պետք է դիմենք Եվրոպական դատարան։ Նույնիսկ այն հիմքով, որ քննությունը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը եւ պատժի նշանակման։ Եվրոպական դատարան դիմելու համար Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները 6 ամսյա ժամկետ ունեն։ Նրանց խոսքով ներպետական դատական ատյանների անգործության պատճառով Եվրոպական դատարանը կարող է պատասխանատվության ենթարկել նաև Հայաստանի Հանրապետությանը։